Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 3-ին աշխարհը նշում է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը։ Այս տարի ՄԱԿ-ը մոտավոր հետևյալ խորագիրն է սահմանել՝ խթանել ներառականությունը հանուն սոցիալական առաջընթացի ընդլայնման։ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, իսկ վերջին 7 տարիների ընթացքում մենք իհարկե նաև լրացուցիչ, օրենսդրական եւ այլ փոփոխություններ ենք իրականացրել Հայաստանում։ Մասնավորապես 2021 թվականին ընդունվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը։ Վավերացրել ենք կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը։ Ես չեմ խոսում նաև իմ նախաձեռնությամբ իրականացրած օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են թե տրանսպորտային միջոցների մատչելիությանը եւ թե տեղեկատվական մատչելիության, ինչպես նաև կրթության եւ զբաղվածության ոլորտում հավասար հնարավորությունների ստեղծմանը։ Մենք հաշմանդամության գնահատման նոր համակարգ ենք ներդրել։ Ծառայությունները ընդլայնել ենք բավականին մեծ թվով, այսինքն ծառայություններ, որոնք նախկինում տրամադրվում էին ընդամենը 1-2 մարզում, այսօր այդ ծառայությունների մեծ մասը տրամադրվում է ամբողջ Հայաստանում։ 4 նոր ծառայություն ենք ներդրել նաև, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանմանը եւ նրանց իրավունքների իրացմանը։ Սակայն հարգելի գործընկերներ, ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են մնալ ամենախոցելի խմբերից մեկը, եթե ոչ ամենախոցելին։ Նրանք ամենահաճախն են հայտնվում աղքատության խմբում, ամենահաճախն են ենթարկվում խտրականության կյանքի տարբեր ոլորտներում, հատկապես զբաղվածության ոլորտում, աշխատաշուկայում։ Նրանց համար անմատչելիությունը, ֆիզիկական միջավայրի, տեղեկատվական անմատչելիությունը, ինչպես նաև ծառայությունների անմատչելիությունը շարունակում է արդիական մնալ եւ խանգարել իրենց իրավունքների իրացման համար, բոլոր մյուս իրավունքների։ Ինչպես արդեն նշեցի, այս տարի խորագիրը ՄԱԿ-ը առաջարկում է սոցիալական առաջընթացին ուղղված ներառում ապահովել։ Մենք ամեն ամիս գրեթե հայտարարում ենք նոր ռեկորդ աշխատատեղերի գրանցման, ինչը իհարկե ուրախալի է, բայց պետք է նշեմ, որ այս թվում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը կազմում է ընդամենը 4%։ Ես սա մեծացրած եմ ասում կլորացրած թվերով։ Երբ միևնույնն է, մենք շարունակում ենք տեսնել, որ մասնավոր ոլորտում առևտուր եւ ծառայություններ տրամադրող օբյեկտները շարունակում են նրանց մեծ մասը զգալիորեն անմատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Երբ պետական եւ համայնքային բյուջեից տրամադրված միջոցներով կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող շենք-շինությունները, դպրոցները, մանկապարտեզները, մշակութային օջախները միշտ չէ որ համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին։ Հարգելի գործընկերներ, այս հարցերի շուրջ ես ամեն օր եմ մտածում եւ աշխատում։ Պարզապես առաջարկում եմ, որ այսօր դուք էլ միանաք իմ մտորումներին, որպեսզի հասկանանք, թե մեզանից յուրաքանչյուրը իր ոլորտում եւ իր տեղում ինչ ունի անելու, որպեսզի մենք ունենանք իրապես սոցիալական առաջընթաց, իրապես տնտեսական առաջընթաց։ Շնորհակալ եմ։